Պարոն Սարգսյան, երեք տեղեկություն եղավ, որ կառավարությունը 3 միլիարդ է տվել կառավարության անդամներին, եղել են փոխնախարարներ, որոնք ստացել են մինչև 5 միլիոն դրամ պարգևավճար, եղել է այնպես, որ 5-ից 7 նախարարները ստացել են պարգևավճար, եւ մենք գիտենք, որ նաեւ նոր տարուց առաջ պատգամավորները ստացան պարգևավճար 3 միլիոն։ Չեք համարում, որ այսքան սոցիալական խնդիրների մեջ, որ կա թոշակները չեն կարողանում բարձրացնել եւ այդքան մեծ գումարներ պարգևավճար է տրվում։ Կարծում եմ պետք է տարանջատել աշխատողների վճարները եւ սոցիալական հարցերը։ Պարգևավճարներ ստացել են բոլոր պետական աշխատողները, ոչ միայն նախարարները, փոխնախարարները, այլ վարչության պետեր, վարչության աշխատողներ եւ այդ նույն աշխատողները հանրության մաս են կազմում եւ բոլորը ստացել են տարվա վերջ իրանց աշխատանքով գնահատված արդյունավետությամբ ինդեքսով են որ հաշված վճար։ Այսինքն ինչ-որ շրջանակ, ովքեր պետական կառույցներում արվում էր, բոլոր պետական աշխատողները ստացել են ինչ-որ գործակցով հաշված, ինչքանով ես եմ տեղյակ, մենք ստացել ենք պարգևավճար եւ Խոսում են 3 միլիոնի մասին, որ պատգամավորները ստացել են 3 միլիոն, նույնիսկ եղել են պատգամավորներ, որ զարմացել են, որ այդքան մեծ գումար կարող է իրենց հաշվի նստել, ասում են զանգել ճշտել ենք, թե արդյոք սխալմունք է եղել։ Սա մեծ գումար չէ, ինչի համար է տրվում այսքան։ Ոնց որ թե չէր հասնում 2 միլիոն 300 քանի հազար դրամ էր նոր նայեցի այդ պարգևավճարը առանց աշխատավարձի էլի, եւ աշխատավարձով են ասել այդ թիվը։ Մեծ գումար չէ սա։ Նորմալ է համարը։ Գնահատվել է նաեւ պետական աշխատողին գնահատվել են աշխատանքը, որ կատարվել է արդյունավետությունը եւ այո պետական աշխատողները պետք է բարձր վարձատրվեն, ճիշտ կլինի իմ կարծիքով, որ այս վճարները ստանան աշխատավարձի մեջ որպես բարձր աշխատավարձ, որպեսզի պետական աշխատատեղերը մրցակցային լինեն։ Ուսուցիչները եւս պետական աշխատող են, բայց այդքան գումարներ չեն ստանում։ Թոշակառուների գումարները չեք կարողանում բարձրացնել։ Թոշակառուների գումարը չենք բարձրացրել, բայց թոշակառուները այսուհետ կարող են օգտվել անվճար բուժօգնությունից, որը կարծում շատ մեծ աջակցություն է թոշակառուներին, որովհետև դուք ինքներդ գիտեք, այն ինչ որ ներդրվեց որպես պարտադիր առողջապահության ապահովագրություն շատ մեծ ծախսերից են այսուհետ խուսափելու մեր թոշակառուները։ Եվ նույն աշխատանք արել են պետական աշխատողները, այդ որի համար նաև իրանք են վարձատրվում։ Հիմա դուք համարում եք, որ 3 միլիոնը մեծ գումար է, կամ 2.5 է, ինչպես ասում եք, այդքան է եղել առանց աշխատավարձի, բայց նորմալ է պետք է այդքան գումարներ ստանա պատգամավորը, նույնիսկ աշխատավարձ որպես։ Նորմալ է, որպեսզի պետական աշխատողը ստանա նորմալ աշխատավարձ իր հաղթարած աշխատանքին համար։ Այո, նորմալ է, եթե սոցիալական խնդիրներ մենք չունենանք այսքան, ցածր խավ չունենանք սոցիալապես։ Սոցիալական խնդիրները լուծողը։ Բայց տեսնում եք, չէ, դուք ինչ վիճակ է երկրում, ինչքան ցածր աշխատավարձ են այո ստանում շատերը, թոշակները որքան ցածր է։ Հիմա այս առումով որքանով է արդար, որ կրթությանը համարժեք աշխատավարձ իր ունակություններին համարժեք աշխատավարձ։ ԿՊ-ում կան պատգամավորներ, որոնք նույնիսկ կրթություն չունեն, բայց փաստորեն բարձր աշխատավարձ են ստանում։ Քաղաքական պաշտոն է եւ պատգամավորի համար բարձրագույն կրթություն անհրաժեշտություն չի։ Բայց ժողովրդում կրթությունը չի որոշում, էլի, փաստորեն բարձր աշխատավարձը փաստացի այս դեպքում։ Կրթությունն է որոշում, միանշանակ բոլոր տեղերում բարձր աշխատավարձի եւ կրթություն ունեցող մարդը միշտ գնահատվում է, եթե կրթությունը միայն դիպլոմ չի, այլ ունակություն եւ գիտելիք է։ Գիտնականները այդքան գումար չեն ստանում։ Գիտնականների համար աշխատողները այդքան գումար չեն ստանում։ Այնից հետո երևի բարձրացել է մի քանի անգամներով։ Դուք հիշում եք ինչքան էին ստանում 16 թվականին համալսարանում ուղղակի գիտաշխատողները։ Չնչին գումարներ։ Այդ միլիոնները, որը ստանում է պատգամավորները, նախարարները, այսինքն մի քանի հազար դոլար մեկ ամսում։ Բաժանեք տարվա ամիսների վրա այդ նույն գումարը, մենք պարգևավճարներ չենք ստանում։ Չէ, բաժանեք այդ նույն գումարը ամիսների վրա եւ կտեսնեք, որ ինքը մեծ գումար չի լինի, եթե ամեն ամիս աշխատավարձի տեսքով դա ստացվեր։ Բայց արդեն իսկ աշխատավարձը բավականին բարձր է Հայաստանի պայմաններում։ Դուք մտածեք, որ նաև պատգամավորները սահմանափակված են 250,000 պատգամավորները նաև սահմանափակված են այլ աշխատանք չկարողանալ կատարելով, չէ՞։ Պատգամավորների կա հստակ սահմանափակում, որ որևէ այլ աշխատանքով, բիզնեսով չի կարելի զբաղվել։
Այս շռայլությունը ինչով է պայմանավորված, մեկնաբանվեց, որ ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է, այսպես ասած, կաշառել թիմակիցներին, որպեսզի ավելի ակտիվ աջակցեն իրեն։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը կաշառելու որևէ պատճառ, որևէ նման սկզբունքները մեր մտքին, մեր գործողություններին չեն տեղավորվում եւ կաշառքը որևէ կերպ Ճակերտավոր կաշառք, նկատի ունեք ոգևորում է ձեզ, որպեսզի այսպես ասած կաշառք ես ասացի, այսինքն կարիք չկա, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ունի հստակ ծրագիր եւ իր ծրագրով առաջ է շարժվում, այն է Հայաստանում ապահովել բարեկեցություն, խաղաղություն եւ զարգացում։ Ինչ-որ խնդիր կա, որ շատերը դժգոհում են, ասում են այսքան մեծ պատասխանատվության տակ ենք մտել, քիչ ենք ստանում եւ սրանով է պայմանավորված, որ Փաշինյանը շռայլություն է ցույց տալիս ընտրություններից առաջ եւ падգամավորներին եւ նախարարներին, փոխնախարարներին։ Ինչ կապ ունի պետական աշխատողների աշխատավարձի բարձրացման հետ, ասեք։ Իհարկե պետք է քանի որ նախարարների, փոխնախարարների, падգամավորների պետական բյուջեն մի քանի անգամ ավելացել է։ Կարծում որ նույն պետական աշխատողների աշխատավարձն էլ պետք է բարձրանա։ Եթե ժամանակին ստացել են X գումար եւ գեներացրել են Y արդյունք բյուջեն, հիմա այդ Y-ը անգամ 2 կամ 3 է։ Չեք կարծում են նույն աշխատողը պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանա համատած իր կատարած աշխատանքի։ Պետական աշխատողներից ոչ բոլորն են նույնիսկ ստացել եւ վեճեր է եղել նրանց մեջ։ Մասնավոր ոլորտում ավելի բարձր են աշխատավարձները, քան պետական նույն աշխատանք կատարող մասնագետներինը։ Չեք կարծում պետք է մրցունակ լինի պետությունը մասնավորի հետ համեմատությամբ, այլ հակառակը նաեւ ինչ որտեղ ավելի շահագրգռի նույն աշխատողը, որպեսզի պետական համակարգում աշխատի, ոչ թե գնա մասնավոր։ Բայց ամեն դեպքում նախարարները 7 միլիոն փաստորեն գումար է պարգևավճար տրվել։ Աշխատանք պետությունում աշխատանքով է նաև այդ ասած սոցիալական հարցերը լուծվում, զարգացումն ապահովում։ Դուք պետաշխատողներին եք անընդհատ ասում, բայց փոխնախարարները, նախարարները բավականին մեծ գումար են ստացել։ Նախարարները քանիսն են։ Իսկ աշխատողները քանիսն են։ Դե բայց անհանումատ են, քան ասած չգիտեմ, ձեր ասած թվերին չեմ տիրապետում, թե ինչքան են ստացել նախարարները կամ փոխնախարարները, բայց նախարարները 10 են, իսկ պետաշխատողները հազարավոր։ Ամեն դեպքում պատգամավորներ կային, որ ասում են մենք խոշմտանք ենք ապրել, երբ որ այդքան մեծ գումար են մեզ հատկացվել, այն դեպքում երբ որ այդքան դե հրաժարվել են, դուք չեք հրաժարվել։ Չէ, ես չեմ հրաժարվել։ Գախնիկը։ Կարծում եմ նման հարց տալը արդեն ինքնին է տեղին չի։ Իսկ հավասար է գումարները պատգամավորների։ Չեմ տիրապետում, ես որևէ մեկին չեմ հարցնում, ինչքան աշխատավարձ է ստանում, ինչքան պարգևավճար է ստանում։ Նման հարցերը մեր հրապարակային է, մենք հայտարարագիր լրացնող անձ ենք, բոլորս էլ եթե ուզենանք դիմացինի աշխատավարձի կամ եկամուտները տեսնենք, կարող ենք հայտարարագիրը նայել։ Եվ ինչպես եք մեկնաբանում, ինչու տրվեց դա։ Տրվեց, որպեսզի գնահատվի պետական աշխատողների աշխատանք, որպեսզի բարձրացվի այն աշխատավարձը, որպեսզի մրցունակ լինի պետությունում աշխատելը հանասնավորի հետ համեմատությամբ։ Այդ դեպքում ինչու օրինակ ուսուցիչներին, բժիշկներին։ Ուսուցիչներին տրված է հնարավորություն իրենց աշխատավարձը բարձրացնելու եւ կոչ եմ անում բոլոր ուսուցիչներին դիմեն այդ հնարավորությունից օգտվեն։ Դե երևի լսել եք նրանց վերած պատճառաբանությունները, թե որքան բարդ է այդ տեստերը եւ երբեմն չի համապատասխանում այն ամեն միջավայրին կամ այն գիտելիքին, որ իրենք ունեն։ Այն գիտելիքներին չտիրապետող ուսուցիչներն են բողոքում, որովհետև նաև իրանց կողքը կան ուսուցիչներ, ովքեր շատ լավ ատեստացիա են անցնում, շատ բարձր միավորներով։ Նույնիսկ պատգամավորները ատեստացիա չեն անցնում, բայց կարողանում են։ Պատգամավորները ժողովրդի ընտրությամբ են ընտրվում։ Եկեք քաղաքական պաշտոնը եւ քաղաքացիական ծառայությունը այս տարբեր են։ Քաղաքական պաշտոնը դա պատգամավորներն են, ովքեր ընտրվում են կուսակցության կողմից առաջադրվում եւ ժողովրդի կողմից ընտրվում։ Լարվածություն չի առաջացնում հասարակության մեջ եւ ձեր մեջ, որ ասեն այսքան խնդիրների մեջ մենք այսքան ցածր աշխատավարձերով ենք ապրում, բայց փաստորեն պատգամավորները մեծ գումարներ են ստանում։ Այդ նույն պետական ծառայողները ստացել են չէ՞ այդ գումարը։ Բայց դա հասարակության քանի տոկոսն է կազմում։ Բայց նաև այդ աշխատողները աշխատելով
Նույն հասարակության համար են խնդիրներ լուծում։ Այսօր հասարակությունը կօգտվի պարտադիր առողջապահությունից, նույն հասարակությունը կօգտվի տարբեր այն ծրագրերից, որոնք արվում են։ Եթե 200,000 դրամ աշխատավարձ Կօգտվի այդ ծառայություններից։ ոչ բոլորին է հասանելի ամեն դեպքում։ Կարող է եւ հասար լինել բոլորին իրենց կատարած աշխատանքի դիմաց, որը որ կարող են կատարել։ Այսինքն դուք էլ եք կարծում, պարոն Սարգսյան, ինչպես արտադատության նախարարն է կարծում, որ 100,000-ը ինչ գումար է կամ 200,000 ինչ գումար է, որ չկարողանամ այդքանով տուն առնել։ Ինչքան հիշում եմ, արտադատության նախարարն ասել էր 20 տարում աշխատելով։ 20 տարում աշխատել։ Եթե 20 տարիով այսօր հասարակությունում թիվը չեմ հիշի, բայց շատ մեծ մասը օգտվել է հիպոթեկով բնակարան ձեռք բերելուց, հետևաբար շատերը կարող են իրենց թույլ տալ նման արժեքով բնակարան ձեռք բերել, ունենալով աշխատանք, ամուսիններով աշխատել եւ իրենց հիպոթեկը փակել։ Բայց հիպոթեկով տուն գրվելու համար պետք է բարձր աշխատավարձ ցույց տալ, կանխավճար տալ։ Այն էլ եթե 200,000-ից 100,000-ից տան մասին է խոսքը։ Այսօր եկամուտներ պետք է ցույց տալ։ Այսօր շուկայում գներ այնքան են բարձրացել բնակարանների, դուք երևի գիտեք, չգիտեմ, որ այն հիպոթեկով գնված բնակարանները այս վերջի տարիներին կարծում եմ այդ արժեքը ունեն այսօր։ Մի խոսքով նորմալ եք համարում, որ նախարարը կարող է 200,000-անոց տուն առնել։ Նախարարը աշխատավարձով թույլ տալ հիպոթեկով բնակարան գնել եւ իր աշխատավարձով փակել այն հիպոթեկը, որը որ վերցրել է բանկը։ Բոլորը հիպոթեկով են գնում։ Որ դուք հիպոթեկով եք, չէ՞, հարցը տալիս, հիպոթեկով գնված բնակարանի մասին եք ասում։ Ես եթե չեմ սխալվում, ասացի, դրա մասին էր խոսքը։ ԵՒս հիպոթեկով եք գնել։ Յուրեղ թաղամասում ձեր բնակարանը։ Մասում բնակարան չունեմ։ Բայց ունեք գույք։ Ես Բյուրեղ թաղամասում գույք չունեմ, բնակարան չունեմ, չէ, ձեր գրած այդ ինֆորմացիան։ Չեմ գրել դա։ Դա մամուլն է գրել։ Մամուլում գրված ինֆորմացիան չի անպատասխանում իրականությանը։ Կանխիկ եք գնել։ Ասում եմ չեմ գնել բնակարան, չունեմ բնակարան Բյուրեղ թաղամասում։